TRIP նախաձեռնությունը և Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի միջև նոր ռազմավարական գործընկերությունն ուղղված են Հարավային Կովկասը վերածելու փոխկապակցված տարածաշրջանի, որն ինտեգրված կլինի համաշխարհային տնտեսական համակարգում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը, հավելելով. Հարավային Կովկասը պետք է դառնա արևելքն ու արևմուտքը կապող տարածաշրջան, ընդլայնելով առևտուրը, ամրապնդելով էներգետիկ անվտանգությունը և նոր հնարավորություններ ստեղծելով էներգետիկ աճի համար։ Քարլոնի խոսքով դրա համար հիմք է հանդիսացել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ պատմական հանդիպումը։ Դիվանագետը հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունն էներգետիկայի, արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների և այլ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային, երկրի վրա արձակելով ավելի քան 70 հրթիռ և գրեթե 500 անօդաչու։ Կիևում առնվազն 18 մարդ զոհվել է, 90-ը վիրավորվել։ Ուղիղ հարվածի տակ է հայտնվել 20 բնակելի շենք։ Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսական գրոհից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Կիևի մարզում թիրախավորվել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։ Գերատեսչությունը հարձակումը որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների։ Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել Լուկոյլի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Իր հերթին Կրեմլի խոսնակը պնդել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներն իրականացվել են միայն ռազմական և այդ ոլորտի հետ փոխկապակցված օբյեկտների դեմ։ Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվան կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի վրա առաջադրված նպատակներին հասնելու համար։ Պեսկովը նաև կարծիք է հայտնել, որ Եվրոպան մտել է ռազմականացման ուղի և իրեն նվիրել Մոսկվայի հետ առճակատմանը, և Ռուսաստանը չի կարող աչք փակել դրա վրա։ Այս էսկալացումը Պեսկովի խոսքով ստիպում է Մոսկվային լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երկրի անվտանգության ապահովման համար։ Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը և դրա անվտանգությունը երկրի զինված ուժերի համար կարմիր գիծ է։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը, հավելելով. Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար բոլոր առևտրային նավերը պետք է հետևեն Իրանի նախանշած երթուղուն, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ։ Իրանը նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին սխալ հաշվարկներ թույլ չտալ, քանի որ դա կոշտ պատասխանի կարժանանա։ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքից կամ ագրեսիայից առաջ նրանք պետք է 2 անգամ մտածեն, հավելել են կենտրոնական շտաբում։ Կատարի և Պակիստանի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում Միացյալ Նահանգների և Իրանի բանակցողների հետ առանձին հանդիպումներ են անցկացրել, որոնց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի շուրջ։ Ըստ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ Ալ-Անսարիի, կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։ Հաջորդ հանդիպումը կնշանակվի ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններից հետո։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հայտնել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդների հետ 2 փուլով հանդիպումներ են անցկացվել։ Առաջին հանդիպմանն իրանական պատվիրակությունը բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանի խախտման հարցը։ Երկրորդ հանդիպումը նվիրված է եղել իրանական ակտիվներից $6 միլիարդ ապասառեցմանը։ Կողմերը նաև որոշել են ստեղծել հաղորդակցության խողովակ, որի միջոցով կարձանագրվեն փոխըմբռնման հուշագրի խախտումները։ Սիրիայի արտգործնախարար Ասաադ Աշ-Շայբանին Լիբանանում հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ և հայտարարել, որ Դամասկոսը պատրաստ է հանդիպելու Հզբոլահի ներկայացուցիչների հետ, եթե դա օգուտ բերի բոլորին։ Հատկանշական է, որ Սիրիայի ներկայիս ղեկավարությունը տարիներ շարունակ պայքարել է Հզբոլահի դեմ, որն աջակցում էր նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին։ Դամասկոսը նաև նախկինում հայտարարել է, որ չի ցանկանում ռազմական միջամտություն իրականացնել Լիբանանում։ Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս նշել է, որ Սիրիան պետք է զբաղվի Հզբոլահի հարցով։ Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի, ավելի քան 11,000 մարդ վիրավորվել է։ Ըստ ազգային ժողովի նախագահի, վենեսուելացի և օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու։ 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին գրեթե 40 վայրկյան տարբերությամբ։ Դրանց հաջորդել է 780-ից ավելի հետ ցնցում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։